Եկեղեցին մնացել է այն պետականամետ եւ ժողովրդապահպան կառույցներից, որը դեռևս դիմադրում է Փաշինյանին եւ գործարքի չի գնացել իր հետ։ Երկրորդը դա Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի բոլոր գրողները եկեղեցու վրա հիմնականում սկսում են նրանից հետո, երբ որ կամ Իլհամ Ալիևը կամ իրենց մուսուլմանների ղեկավարը Փաշազադեն ինչ որ նկատողություններ անում, անվանում են եկեղեցի որպես ռևանշիստ, եւ մենք շատ լավ հիշում ենք, որ հիմնական գրողը եկեղեցու դեմ սկսվեց նրանից, երբ որ վեհափառը գնաց Շվեյցարիա եւ այնտեղ մասնակցեց Արցախին նվիրված ժողովի, որը որոշակի նաեւ իրավաբանական ստատուս կունենա, եւ սա Փաշինյանի համար, ով Ալիևի պարտադրանքով փակել է Արցախի էջը, սա ուղղակի սարսափելի երազ է եւ իր բաղձալի պայմանագիրը խաղաղության, որը պետք է կնքի Ալիևի հետ, կարող է չիրականանա եւ նա որևէ բան չունենա վաճառելու ժողովրդին։